10-ից 11% տնտեսական աճ ծրագրված 5-ից 7%-ի փոխարեն։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով սա հնարավոր է։ Եթե ճիշտ օգտագործվեն այն ռեսուրսները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում։ Մարդկային ռեսուրսներն են առաջին հերթին, բնական հանքահունքային ռեսուրսներն են, արտադրական եւ ֆինանսական ռեսուրսները։ Երկրի տնտեսության նոր շնչառությունը կբացվի ֆինանսների նախարարության հրապարակած 2012-25 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի ուղենիշներով, ասում է տնտեսագետը։ Կառավարության ծրագրերը եւ միջնաժամկետ ծախսային ծրագրերը եւ ամեն տարվա պետական բյուջեները պետք է ճշգրտվեն հենց այդ ծրագրի թիրախներից ելնելով։ Պետք է փոխել ոչ միայն կառավարության կազմը, այլև ինստիտուցիոնալ սկզբունքները։ Տնտեսագետն առաջարկում է ավելի իրատեսական ծրագրեր կազմել։ Մենք առաջարկում ենք, որ լինեն լուրջ ծրագրեր, ծրագրային մրցույթներ, որովհետև տնտեսությունը եւ հասարակությունը փորձադաշ չի կարող լինել անվերջ եւ ցանկալի է, որ նրանք, ովքեր պատկերացում ունեն իրենց ոլորտի վերաբերյալ, նրանք կարողանան ուրեմն մասնակցություն ունենալ։ Մանասերյանի առաջարկները հետևյալն են. գիտության եւ սոցիալական ծախսերը սահմանել ոչ թե մեկ հոդվածով, այլ առանձնացնել, արտոնություններ տալ վերամշակող ճյուղերին դրանց առաջանցիկ աճը ապահովելու համար, կազմակերպչական բարեփոխումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում։ Երիտասարդության զբաղվածության խնդիրը նրա խոսքով պետք է առանձին ներկայացնել, որպեսզի կանխվի արտագաղթը։ Միասնական ռազմավարական ծրագիրը նրա համոզմամբ պետք է խոցի այս թիրախները։ Աննա Բալյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։